Ես կառանձնացնեի հիմնականում աշխատատեղերի խնդիրը։ Արտադրություններ գրեթե չկա համայնքում, հիմնականում զբաղվածությունը անասնապահությամբ է։ Անասնապահության ոլորտում ունենք բավականին խնդիրներ, նախկինում կառուցված ոռոգման ենթակառուցվածքներ ունենք, որոնք պահպանված չեն կամ ամբողջովին չի գործում։ Փորձում ենք նոր սկսել ոռոգման ամեն տարի քիչ-քիչ ունենում ենք ոռոգման համակարգերի կառուցում։ Անասնապահության ոլորտում պետության կողմից նաև կան սուբսիդավորվող ծրագրեր, ֆերմերներ որոշակի սկսել են օգտվել, վերջերս ենք ունեցել այցելություններ, կան հաջողություն գրանցած ֆերմերներ։ Ես նկատի ունեմ այս տոմային ցեղերի մասին է խոսքը, մենք փորձում ենք անցնել մեր ավանդական անասնապահությունից դեպի տոմային ցեղերի անասնապահության։ Խնդիրներ կան ենթակառուցվածքների նկատի ունեմ բնակավայրեր տանող ճանապարհների։ Բոլորը գրունտային են, այս տարի կառուցվել է դեպի Մուսայլան տանող մոտ 4 կիլոմետր ասֆալտապատվել է, մնացած բոլոր համայնքներ տանող ճանապարհները գրունտային են, որը ստեղծում է բնակչության տեղաշարժի համար որոշակի բարդություններ։ 30 տարիների ընթացքում գրեթե աշխատանք չի տարվել, միջպետական ճանապարհն է 2003 թվականին Գյումրիից մինչև Բավրա կառուցվել լիսի հիմնադրամով, հիմա ամբողջովին կառուցված է։ Այդ շատ կարևոր ճանապարհ է մեր համար, թե նաև միջպետական դեպի Վրաստան տանող ճանապարհը։ Դատարկվող բնակավայրեր ցավոք սրտի շատ ունենք, նաև կան փակվող դպրոցներ։ Վերջին տարիներին երիտասարդությունը ավելի շատ նպատակահարմար է տեսնում ապրել քաղաքային բնակավայրերում, քան գյուղերում, առավել ևս հեռու համեմատաբար կտրված գյուղերում։ Գյուղերում չկա այն պայմանները, որ երեխեն ունենա զարգանալու հնարավորություն կամ տարբեր պատճառաբանություններ, բայց ունենք դատարկվող բնակավայրեր ցավոք սրտի ունենք։ Պատվալն է մտեք բախինակը, ահա որ վիճակ է։ Տրուբեկը ջարտած, վեոլաջովինս մենք սմե համայկապետը բդիշին է, բայց փողին ինքն դաղալում հավաքım տալım։ Ինչի տամ ես իրան պար աղջիկ ջան, որպես ինչ ունին կո դժգոհություն չունենանք, սաղ դժգոհությունն է էլ աղջիկ ջան։ Մերնիմ ջանի, տստեղ մենակ խապ է պայություն, ալան թալան է, ուրիշ բան չկա, արի մեշտա։ Կալım խապում են դես տարգիշին են, կալım խապում են մյուս տարգիշին են, կոշ կալım են ոչ տերին են։ Ան, վեսի է բերդ, մեր ջեբեն հան է, մեզ շենքերի բոլոր պագում են, կոչ չմրսինք, ծմերը չսարինք մնանք նեսը։ Մեր գեղենքան խնդիր կա, որ խնդերի կսին։ Առաջնահերտ ես շենքերի հարցեր ուզեն, աղջիկ ջան, առաջնահերտ։ Մեղք ենք 30 տարի է տարապում ենք ես շենքերի մեջ։ Եթե ստեղ երևի ստեղույթ է, եթե չեն կառուցում, ուրեմն պետք է ասֆալտ էին, բայց որ կառուցեն պետք է հդուրմարը ձեզ չեն տալում ասֆալտին։ Բա աշխատանքի բերումով չկա աշխատանք։ Ես մեզ ենք բանվորություն եմ, կյա մեզ տղեկ գնաց աշխատել են Ղազանջի, փողերը չեն տալում, էդիկ դժգոհություն չէ։ Են դու քո փողը չստանալով ին դեղացուս փողն ու ինքը չստանա ինչով պետք է ապրի։ Խապելով, բայ մտնելով չի եղել։ Իմ կյանքը, ես 73 տարեկան կյանքը դիշպետի ես, թող այս ման ջահելն է կյանքը փոխում, մերն ջանի։ Մենք ջահել չենք արդեն, մենք արդեն մայրամուտ ենք ես։ Հիմնական մեր խնդիրը ներկապայես, այս մեր բնակարանների խնդիրն է։ Այս 30 տարի ես մեր բնակարանները, այսպես մարդիկ բնակվում են, բոլերը հատակները փտե իջել է, արդեն մարդիկ մի կերպ վերանորոգում են, բայց դե էլի այն չի։ Ձմեռը շատ ցուրտ է, 7 ամիս ձուն է ստեղ։ Մարդիկ հազիվ տակասնում են, էլի, չկա ջերություն, չկա պեշկերով, այնա տրուբեկը նկարը խնդրում են։
ճանապարհները էլի մենք այդ քանդած ճանապարհներով կգնանք, կգանք, ուղղակի թող նախնական բնակարանների հարցը լուծեն, օգնեն կամ սարքեն, չգիտեմ, լեռնային գոտիում ենք ապրում, 7 ամիս ձմեռ է, հիմնական մեր խնդիրը էդ է, անցած տարի պետք է այս տարի վերանորոգի շենքերը սկսեին սարքելը, ժողովրդին մարդկանց բնակիչներին կանչեցին ներքև, պլանները ներկայացրեցին, մենք տեսանք շատ գեղեցիկ, շատ սիրուն ներկայացրեցին, բայց չենք տեսնում արդյունքը, ոնց որ դե չկա էլի, ես ասում եմ, մենակ մեր խնդիրը այս բնակարանների խնդիրն է, հիմա որ գնանք մեկը իմ տունս, զալը սարկած չեմ, որ չեմ էլ ուզում սարկեմ, կոյուղիները, ջրատարները լրիվ չի աշխատում, կոյուղին թափում է նգուղում, ջուրը տրակել է հիմա բանի, ջուրը որ մենք խմում ենք, նգուղի միջով է գնում, տրակել է ջուրը, ում ասում են մեր գործը չի, հիմա ադես ջուրը թափում է պատվալը, նգուղում, հիմա ձմեռը որ այդ ջուրը սառավ, այդ սառույցը խփեց պոլերին հատակին, փտելու է լրիվ իշնի ներքև, հովատերը մենք չգիտենք, ում ասում եմ մեր գործը չի, ջրմուղին ասում ես, ջրմուղը ասում է իմ գործը չի, գյուղապետարանն է, գյուղապետարանը ինչ ասի։ Գյուղապետն ասում միշտ գործ է։ Ահա, всё։ Մենք էլ այդքան ճիշտն ասած մենք էլ այդքան բան չունենք, հնարավորություն չունենք, որ հավաքվենք այդ ջուրը, այտենց տանենք, սարքենք, չունենք այդ հնարավորությունը։ Վիոլա ջուրը փող հավաքելու համար։ Այդ է խնդիրը։ Չամերը կարիշն է ջոնը լսում, դառնեսի ջուր։ Մենք գուտ է ուտավ։ Մենք էլ ենք արդեն վայրենացի, վայրի գազանների է ջոլա ենք կնում միշտա։ Էդով է խելար որ գաստեղ ապրի կամ ես հողի վրա հիմք տնի ամանա։ Իստը մենք վայրի գազան ենք, գազանների հետ բնագում ենք։ Շուն ու կադու ինձ կենտանիս ես հելելը ոտի։ Ո բդի դոնց մարդ պայկա է, հեշ մարդ։ Մեննակ թողնիշ սուտ խոսքեր խոսան։ Քաղաքից մենք նոր ենք կդրված։ Քաղաքի շուտ ենք կդրվել։ Ո մաշինա ունի թխկես տա գուկա, ով էլ չունի բդի տանջի։ Ոչ ավտոբուս կա, ոչ բան կա, դոնք վերացած է։ Ինձ երգաշած հետո ստեղ ավտոբուս չի աշխատել։ Չգիտենք էդիկ ինչ բան է, առաջ կար, հիմա չկա։ Եղել է կար, հիմա չկա։ Գնաց բոլորը։ Այս էր մեր կոյուղու վիճակը, կոյուղին ամբողջությամբ թափվում է նգուղում, հագասանիտարական պայմաններ է ստեղ, կարշահոդը ամառը ստեղ չի հնարավոր չի ընդհանրապես դուրս գալ, ներսել էցում տները, բազմիցս անգամ գնացել ենք այդ հագասանիտարական այդ ինչ կկոչ, սանեպիտ կայանը, իրանք էլ դիմում ենք գրել, բան ենք արել, բայց ոչ մի օգուտ։